Հլեսեջենայք, Սովետսկը Արմենիա, ուրեմն Սովետը, ամբողջ Հայաստանը մասնատելա, սա Հայաստանը նվիրելա Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, բայց իրանք Սովետսկը Արմենիա, եկեք տեսնենք իրանք ինչ թեզ են առաջ տանում, ինչ են խոսում։ Ուզում եմ դիմել նիկոլականներին, չգիտեմ բայց ոնց դիմեմ, այնքան հակասական, բայց միաբջիջ կերպարներ եք, չեմ կարողանում ձեզ վերաբերվել որպես մարդկանց, որովհետև մարդու մեջ ապրելու, ինքնապաշտպանվելու բնազդը շատ զարգացած է։ Ոչ էլ կարող եմ ձեզ վերաբերվել ոնց որ կենդանիների, որովհետև դուք բանական էակներ եք ու ձեր գիտակցությունը օրենքով պետք է կենդանիներինից ավելի զարգացած լինի, բայց ձեր մոտ իսպան բացակայում է։ Կենդանին, որ ծնվում է իր մոր փորից դուրս է գալի, ինքը ապրելու, ինքնապաշտպանվելու, գոյատևելու բնազդով է օժտված։ Այսքան եմ լսել, սրանից ավել իհարկե ես սրան չեմ լսի, բայց ուզում եմ ասեմ, քոչարանական է, այս խոսքերի համար դուք մտածում եք նիկոլականները ձեզ են ընտրելու, դուք իսկ իրոք այնքան միաբջիջ եք, որ չեք հասկանում, սենց մարդկանց չեք կարողանալու ձեր կողմը քաշեք, այս սենց բառեր եք ասում, ես որ նիկոլական չեմ, ես դառնում եմ նիկոլական, ես հասկանում եմ պետքա Հայաստանը ձեզանից պահենք, պետքա Հայաստանը ձեզանից պաշտպանենք, որտև եթե դուք սենց եք խոսում մարդկանց հետ, դուք մի անգամ լսել եք, ես սենց մեկին դիմեմ, այսքան քաղաքականությունից եմ խոսում, չկա տենց մարդ, ես ում սենց դիմեմ ու սենց մտածեմ իրանց մասին, սենց ատելությունով լցված լինեմ իրանց նկատմամբ։ Իսպար բացակայում է, գայլերը, որ ընտրում են իրենց առաջ։ Նենց որ, երբ որ դուք մարդկանց սենց բառեր եք ասում, ժողովուրդ, ընտրեք Նիկոլին, որ պաշտպանվեք այս մարդկանցից։ Դուք ամեն ինչ անում եք, որ ժողովուրդը Նիկոլին ընտրի ու իմ նման մարդիկ ամեն սենց հոլովակով ես ավելի եմ համոզվում, որ պետք է Նիկոլին ընտրել, որ ձեզանից պաշտպանվի այս ժողովուրդը։ Այս ատելությունը ձեզանից է միշտ եկել ու չի կարելի թողել, որ դուք սենց շարունակեք։ Սովետսկը Արմենիա, տեսնում եք ով է իրանց դնում, որտև ռուկարուկու մոյիտ, չէ։ Սրանք որ եկան իշխանության, փաստորեն ինչ է մնացել, Սյունիքն է մնացել Նժդեն կարողացավ պաշտպանի ձեզանից, Սյունիքն էլ եք չէ ուզում տակ, հետո գաք Երևանի հետևից։ Դրա համար ամեն ինչ դուք անում եք, որ ժողովուրդը ընտրի Նիկոլին։ Ես այսքան չէի մտածում Նիկոլին ընտրելու մասին, չնայած ես ինքս չեմ ընտրում, ես չեմ գնում ընտրության։ Բայց արդեն հասկանում եմ ժողովրդին, որ ձեզանից պաշտպանվում է։ Ամենակեղտոտ բառերը ժողովրդին ասում եք ու հետո ուզում եք իրանք ձեզ ընտրեն։ Վсё, էլ չկա այդ բանը։ Դուք այդքան ուղեղ չունեք, խաչյաբը տակտիչնը գիպկի լինեք ու մարդկանց հետ նորմալ խոսակ, որ մարդիկ ուզենան ձեզ ընտրեն, չէ։ Դուք այդ ձեր Պուտինի նման, ձեր իսկական Սովետի ու ձեր իսկական Ռուսաստանի նման, ատելությունով ու կնուտով, առանց պրյանիկի, կնուտով խլիստացան եք ու ստիպեք, շանտաժ ու ուգրոզը, միշտ ձեր աշխատանքն է եղել, շանտաժ ու ուգրոզը, այ տեսնում եք, այսենց կեղտոտ բառերով ժողովրդին դիմում է ու սպասում է, որ իր ուզածը պետքա լինի, չի լինելու, որովհետև ոչ հասկանում եք ոնց է պետք անել, ոչ գիտեք ոնց է պետք անել, ոչ արել եք կյանքում ճիշտ ձև, մենակ ատելությունով ու ուգրոզաներով ու շանտաժներով, սպառնում եք, անպատվում եք ու սպասում եք, որ ձեզ են ընտրելու, որտև միշտ կեղծել եք, հասել եք ձեր ուզածին, հիմա ուրիշ ճանապարհ չգիտեք, չգիտեք մարդկանց հետ խոսելու ձևը, չգիտեք մարդկանց հետ բանակցելու ձևը, չգիտեք մարդկանց հետ գործակցելու ձևը, միշտ կեղծել եք, սպառնացել եք ու ձերը ստացել եք, հիմա այդ վարիանտները չկան, մնացել ամենակ ատելությունը ու սպառնալիքը, չի ազդում, էլի Նիկոլին են ընտրելու ու ես էլ եմ ասում ժողովուրդ ընտրեք, որ սրանք չգան, որտև ուրիշ տարբերակ չկա, այն մյուս խմբերը շատ փոքր են, ոչ մի բան չեն հասնելու,
Դրա համար արդեն պետքա սենց։ Չնայած մի տեղ ասեցի, որ Ռուբեն Մեհրաբյանին էլ կարելի է ընտրել, պրոստը մարդիկ իրան այդքան չեն ճանաչում։